Արխիդեա, խոլործ արքայական ծաղիկ, տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, առավելապես հանդիպում են էպիֆիտ տեսակները, որոնք հարմարվել են ծառերի ցողունների վրա աճելուն, ցամաքային ձևերը կոճղարմատավոր են, հաճախ բալարանման հաստացումներով, աճում են մարգագետիններում, անտառներում, ճահիճներում, Հայաստանում հայտնի է 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում, ձիթանից սար, լալվար, սյունիք, վայոց ձոր, դեկորատիվ նշանակություն ունեն ծաղիկները, վարդագույն են, ծիրանագույն, մանուշակագույն, հաճելի հոտով և նեկտարով։ Խոլորձի որոշ տեսակներ օգտագործվում են բժշկության, սննդի և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Խոլորձի արխիդեայի ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի, նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ, օրինակ Վենեսուելան, Հոնկոնգը։ Արխիդեան տրոպիկական բույս է։ Այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի է գտնել տրոպիկաներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա։ Մարդիկ միշտ հիանում են արխիդեաներով և հավաքածուներ են պահում։ Հայտնի է, որ կան մոտ 35,000 տեսակի արխիդեաներ։ Կան նաև հիբրիդներից արհեստական ստացվածները։ Վանիելա արխիդեան ունի բարձր կոմերցիոն արժեք, քանի որ օգտագործվում է կերակրի մեջ, նրանից պատրաստում են վանիլային էսենցիա։ Արխիդեան հաճախ են օգտագործում բնակարանները զարդարելու համար։ Աճելու համար խոլորձներին անհրաժեշտ է ճիշտ լուսավորություն։ Խոլորձներն իրենց տեսքը պահպանում են տաք և խոնավ պայմաններում, քանզի ծաղիկների այս տեսակը գալիս է հենց արևադարձային շրջաններից։ Խոլորձների մեծ մասը արևադարձային բույսեր են, որոնք ապրում են որպես էպիֆիտներ կամ օդաբույսեր, իսկ որոշները ժայռաբույսեր են, որոնք աճում են ժայռերի վրա կամ դրանց մեջ։ Մնացած խոլորձները ցամաքային բույսեր են, որոնք աճում են կղզիների հատակի կավային բեկորների մեջ։